Հաղորդավար Վարդան Սարգսյանն իր սոցիալական էջերում կտրուկ գրառում է արել, անդրադառնալով սպանված 3-ամյա Տիգրանին։ Մինիմում ցմահ ազատազրկում։ Կներեք, տեղս չեմ գտնում։ Ամբողջ մարմնով դողում եմ ու չեմ հավատում, որ նման բան հնարավոր է։ Այս ստատուսը կապ չունի իմ տուրիստական գործակալության հետ, բայց ուզում եմ այս տողերը հասնեն բոլոր այն մարդկանց, ովքեր մասնակից են լինելու այդ տականքին պատժելու որոշման մեջ։ Դու մարդ չես, սոցիալական հարթակներում գրել էր Վարդան Սարգսյանը։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հայտնում է, որ նոյեմբերի 2-ին ժամը 15-ի սահմաններում Ծափաթաղ բնակավայրի հարակից Դաշտամիջյան հատվածում փրկարարները հայտնաբերել են հոկտեմբերի 27-ից որոնվող Տ.Օ.-ի մարմինը։ Նշանակվել են փորձաքննություններ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում են ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները, պարեկներն ու ոստիկանները երեխայի դին հայտնաբերել են Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա Դաշտամիջյան հատվածում։ Star News-ը ցավակցում է Տիգրանի հարազատներին և ընտանիքի անդամներին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հոկտեմբերի 28-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքի Ծափաթաղ բնակավայրում առավոտյան ժամը 6-ից վերսկսվել էին նույն գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները։ Գյուղ էր ժամանել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ ՓԾ տնօրեն գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը, իսկ որոնողական աշխատանքներում ներգրավված են հարյուրավոր հրշեջ փրկարարներ Ճամբարակի, Վարդենիսի, Սևանի, Մարտունու ջոկատներից։ Երևանից ժամանած հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի և փրկարարական ուժերի վարչության փրկարարներ Ճամբարակի, Մարտունու, Վարդենիսի, Սևանի քաղաքապետարաններից ժամանած մեծ թվով աշխատակիցներ, քաղաքապետարանի գլխավորությամբ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, ոստիկանության, Սևանի, Ճամբարակի, Վարդենիսի բաժինների համայնքային ոստիկաններ, բաժնի պետերի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, ոստիկանության, պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները։ Ողջ գիշեր դեպքի վայրում որոնողական աշխատանքներ են իրականացրել նաև Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցները մարզպետ Կարեն Սարգսյանի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի, Գեղարքունիքի մարզային քննչական վարչության, նույն վարչության Սևանի քննչական բաժնի քննիչները, վարչության պետ Մարգարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ առանց ընդմիջման ողջ գիշեր և մինչև այս պահը աշխատում են նաև ոստիկանության և փրկարար ծառայության կինոլոգներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Էն զորամասի բազմաթիվ ծառայողներ։ Մինչ այս պահը երեխայի հայտնաբերման ուղղությամբ դրական տեղեկություն չունենք։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։ Փրկարարները բաժանված էին մի քանի խմբերի, որոնք առանձին ղեկավարում են ՓԾ տնօրենի տեղակալներ Տիգրան Պետրոսյանը, Արսեն Մկրտչյանը, Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանը և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ Գևորգյանը։ News-am-ը նաև զրուցել է ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանի հետ, ով մանրամասներ է հայտնել։ Որոնողական աշխատանքներում ներգրավված են կինոլոգիական խմբեր, նաև բնակիչներ, ասել էր նա։ Ծափաթաղի վարչական ղեկավար Դավիթ Գզոյանն էլ հայտնել է, որ երեխան կորել է տան մոտակայքից։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հոկտեմբերի 27-ին ժամը 18:00-ի սահմաններում ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16:30-ի սահմաններում կորել է։ Ծափաթաղ էին ժամանել ՓԾ տնօրենի տեղակալներ Տիգրան Պետրոսյանը, Արսեն Մկրտչյանը և 20-ից ավել հատուկ փրկարարական ջոկատի փրկարարներ ջոկատի հրամանատար Սարգիս Բիձյանի գլխավորությամբ։ Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև Շողակաթ, Արտանիշ, Ջիլ գյուղերի բնակիչներ, կամավորական, այդ թվում Երևանից խմբեր։ Հիշեցնենք, որ որոնվող երեխան 3-ամյա Տիգրան Օ.-ն է։ Դեպքի մասին փրկարար ծառայությունից հայտնում են, որ շրջանառվում են չճշտված տեղեկություններ,
որոնք կարող են վնասել որոնողական գործընթացին և երեխայի ընտանիքի հոգեբանական վիճակին։ Կոչ ենք անում հարգել ընտանիքի հույզերը և խուսափել չճշտված տեղեկություններ տարածելուց։ Հետևեք միայն պաշտոնական տեղեկատվությանը։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ իրազեկում, նշվում է հայտարարության մեջ։ 5 ժամից ավելի փրկարարները, պարեկները, համայնքային և քրեական ոստիկանները, կարելի է ասել ողջ գյուղը, ծափաթաղ բնակավայրում և հարակից անտառային հատվածներում որոնողական աշխատանքներ են կատարում, որպեսզի հայտնաբերեն 3-ամյա տղային։ Երեխայի անհետացումից ընդամենը մի քանի ժամ անց ծնողները, երբ տեսել ու նկատել են, որ երեխան տանն ու տան հարակից տարածքում չէ, ահազանգել են 911 ծառայություն։ Հայաստանի Հանրապետության ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ փրկարարի տեղակալ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականով ծափաթաղ էին ժամանել ՓԾ տնօրենի տեղակալներ Տիգրան Պետրոսյանն, Արսեն Մկրտչյանն ու 20-ից ավելի հատուկ փրկարարական ջոկատի փրկարարներ՝ ջոկատի հրամանատար Սարգիս Բիձյանի գլխավորությամբ։ Որոնողական աշխատանքները այս պահին ևս շարունակվում են։ Համագյուղացիների խոսքով Տիգրանին վերջին անգամ հովիվն է տեսել։ Հովվին հարցաքննել են, ասել է, թե չգիտի ուր է երեխան։ Ընտանիքի անդամներից վերջին անգամ հայրն է տեսել պոպոկի ծառի մոտ։ Հայտնել է կորած երեխայի զարմիկը։ Հարևանի բախչում խնձոր քաղելուց հետո եկել ենք տուն սուրճ խմելու, տեսել ենք երեխան չկա։ Մինչև ժամը 3-ը խաղում էր, դժվար թե հասներ կամրջի մոտ։ Իր խոսքում նշել է զարմիկը։ Որևէ նորություն չկա։ Այս պահին շարունակվում են որոնողական աշխատանքները նույն տեմպով, ոչ մի վայրկյան տեմպը չի թուլանում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ Անհետ կորած համարվող 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողափրկարարական աշխատանքների հետ կապված։ Երեկ լրագրողների հետ զրույցում երեխայի հորաքույրը նշել էր, որ Տիգրանի եղբայրը, ով խոսքի հետ կապված խնդիրներ ունի, և վերջինն է եղել, ով տեսել է նրան, հարցերին ի պատասխան բռնում է ինքն իր կոկորդից։ Հարցին՝ այս արձագանքից ինչ ենթադրություններ են անում, ինչ վարկած է շրջանառվում, Սարգսյանը պատասխանել է. «Մեր կողմից ենթադրությունը եղել է այն, որ ինքը չի կարողանում խոսել, հասկացրել է, որ չի կարող իրեն ուղղված հարցերին պատասխանել», բացատրել է։ Չբացառելով ոչ մի վարկած, շարունակվում են աշխատանքները, բոլոր վարկածները քննարկվում են, բոլոր ուղղություններով ուսումնասիրություններ ենք իրականացնում, նշել էր նա։ Գեղարքունիքի մարզպետը հավելել է, որ որևէ հետք այս պահի դրությամբ չկա։